Եվրոպական խորհուրդը Կոսմին Ջորջ Դինեսկուին նշանակել է Հայաստանում Եվրամիության նորաստեղծ գործընկերության առաքելության ղեկավար։ Նա պաշտոնավարումը կսկսի հունիսի 11-ից 1 տարի ժամկետով նախնական մանդատով։ Հաղորդվում է, որ առաքելությունը ստեղծվել է Հայաստանի իշխանությունների դիմումով ապրիլի 26-ին 2 տարվա նախնական ժամկետով երկրի դիմակայունության եւ ճգնաժամերի կառավարման կարողությունների բարելավման նպատակով։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Եվրասիական կառույցների շրջանակում գործընկերությունը իրական եւ զգալի առավելություններ է տալիս Հայաստանին, այլ ոչ թե դատարկ խոստումներ։ Նա հավելել է հայաստանյան հասարակության լայն շերտերում հայ-ռուսական հարաբերությունները զարգացնելու եւ եվրասիական ինտեգրացիոն կառույցներին անդամակցությունը շարունակելու ցանկություն կա։ Անդրադառնալով Հայաստանում խորհրդարանական ընտրություններին, ռուսաստանցի պաշտոնյան հայտարարել է, թե դրանք իբր անցել են ընդդիմությանը ճնշելու եւ արևմուտքի միջամտության պայմաններում։ Ռոսսելխոզնadzորը հետևում է Հայաստանից ռուսական շուկա մտնող արտադրանքին, հայտնել է գործակալության ղեկավար Սերգեյ Դանկվերտը։ Եթե մեկ ամսվա ընթացքում որևէ ապրանքի հետ կապված խախտումների աճ է նկատվում, մեր գործընկերները բանակցություններ են վարում, հավելել է նա։ Մայիսի 30-ից Ռոսսելխոզնadzորը Հայաստանից Ռուսաստան թարմլոլիկի, վարունգի, պղպեղի, բանջարեղենի եւ ելակի ներմուծման սահմանափակումներ է սահմանել։ Հունիսի սկզբից էլ այլ ապրանքների ներկրման սահմանափակումներ են մտցվել։ Միացյալ Նահանգները հայտարարել է Իրանին հարվածներ հասցնելու մասին ի պատասխան Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի խոցման։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ հարվածները հասցվել են նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով եւ որակվում են որպես ինքնապաշտպանական գործողություն։ Ըստ իրանական աղբյուրների պայթյունների ձայներ են լսվել Հորմոզգան նահանգի արևելյան հատվածներում, ինչպես նաեւ Սիրիկ նավահանգստի շրջանում։ Տեղի բնակիչները հաղորդել են նաեւ Քեշմ կղզում եւ Ջազ քաղաքում պայթյունների մասին։ Գերմանիան եւս 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զինամթերք մատակարարելու չեխական նախաձեռնության շրջանակում, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Ըստ նրա, այդ գումարը բավարար կլինի Կիևի համար շուրջ 50,000 միավոր զինամթերք ձեռք բերելու համար։ Չեխական նախաձեռնությունը, որով Ուկրաինայի համար զինամթերք է գնվում երրորդ երկրներից, մեկնարկել է 2024 թվականին։ Գերմանիան նախաձեռնության հիմնական դոնորներից է։ Հայաստանի տարածքում հունիսի 10-ից 14-ին առանձին շրջաներում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում նույնպես տեղումներ կլինեն։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է 28-ից 30, երեկոյան ժամերին 22-ից 24 աստիճան տաքություն։